Հայաստանի համար շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակը նոր չէ, ու Հայաստանը դեռ շատ ավելի վաղ է նախապատրաստվել հնարավոր զարգացումներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու երբ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանում իշխանությունը կարկանդակ է ուտում, դա ոչ թե այն պատճառով է, որ անհոգ է, այլ որովհետեւ իր գործողությունները կազմակերպել ու որոշումները կայացրել է դեռ այն ժամանակ, երբ մնացածն էին անհոգ, իսկ հիմա ինստիտուտներն են աշխատում։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որը աշխատում է։ Ոչ մեկ չհարցրեց այդ աշխատանքային խումբը երբ է ձևավորվել։ Անվտանգության խորհրդի համակարգમાં։ Այդ աշխատանքային խումբը հիմա ամսաթվով չեմ հիշի, բայց մի տարի ու կես առաջ է ձևավորվել։ Կարող է պարզվի հələ ավելի շուտ է ձևավորվել։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեր շուրջն ու տարածաշրջանում կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպիսին է Հայաստանի անվտանգային համակարգի ներկայի դիմակայունությունն ու արդյունավետությունը եւ ինչը փոխելու անհրաժեշտություն կա։ Այս հարցին անդրադառնալով վարչապետը նշեց. Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար էդ էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ որևէ երկիր ակնհայտորեն տեսնում ենք, չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս։ Այս փուլում ըստ նրա շատ մեծ աշխատանք արված է, բայց շատ կարևոր է նաեւ, որ ձեռք են բերվել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ ու պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ապրիլ-մայիսին։ Վարչապետն ասաց, հստակ ժամկետ նշել չի կարող։ Այնպես, ինչպես 2025 թվականի հուլիսի 20-ին չէր կարողանա պատասխանել, թե երբ է նախաստորագրվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը, եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաեւ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Հայաստանը չի ձգտում Թուրքիայի եւ Ադրբեջանի հատվածում երկաթգծերը վերականգնելու խնդիրը Ռուսաստանի հետ լուծել կոնֆլիկտի ու հարցերը սրելու տրամաբանությամբ։ Չի ընտրում նաեւ երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագիրը չեղարկելու ճանապարհը։ Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, վատ բան ենք անում։ Պայմանագիր խզել, ասենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետք է պայմանավորվել, պետք է խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում, եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու նպատակ չունենալու մասին Նիկոլ Փաշինյանը շեշտեց նաև Հայաստանից ռուսական ռազմաբազան չհեռացնելու վերաբերյալ հարցին անդրադառնալիս։ Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք եւ միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Պարսից ծոց Սև ծով գիծը պետք է աշխատի, հայտարարեց պետության ղեկավարը։ Որտեղ եւ Վրաստանը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հավասար ներգրավվածություն ունեն։
Նու հավասար է դելեն չի մեկի տարածքում մի քիչ երկար, մյուսի տարածքում մի քիչ կարճ, նկատի ունեմ ներգրավվածության առումով։ Նրա դիտարկմամբ այս երկրները ոչ թե պետք է մտածեն մի քանի բեռնատար իրարից տանելու մասին, այլ թե ինչպես անել, որ շատ ավելի մեծ թվով բեռնատարների համար Հարավային Կովկասը դառնա ամենագրավիչն ու անվտանգը։ Որպեսզի բեռները հստեղով հոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն օրերս հայտարարել էր, թե պետությունը պատրաստվում է ընկերության բաժնեմասն ամբողջությամբ պետականացնել, ճանաչելով հանրային գերակա շահ, իսկ սեփականատեր Տաշիր կապիտալին փոխհատուցում տալ։ Լրագրողը հետաքրքրվեց այդ որոշման հիմքում ինչ հաշվարկներ կան ու ինչ ծանրաբեռնվածություն կլինի պետական բյուջեի վրա։ Վարչապետը պատասխանեց, որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ նախնական եզրակացության արդյունքում։ Բյուջեի վրա էլ մեծ ծանրաբեռնվածություն չի լինի։ Որովհետեւ այդ ընկերությունը այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել, ընդ որում վարկը վերցրել է ընկերությունը գոնե նախնական տեղեկություններով, ինչ որ պարոն Պետրոսյանը հասրել է կիսել։ Այսինքն ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին առանց տոկոսի։ Այդ ամենն ըստ Փաշինյանի նվազեցնում է շուկայական արժեքի նախնական ընկալումը, եւ բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։